Դաբո արի նստի նստի փախանք մենք Ես ինչ ասես ձեն գալիս դավո տեղակ ես Հաջող դուք մնացեք Ցույց ես տվել վերևն ինչա, հələ տենց հանի ցույց տուր Բանջի գոտ չես գցում, գոտիդ գցի Ստեղից կարանք մենակ Մենակ ու ձախ, հետևաբար ձախ Այնտեղ հասնելու մար մեծ շրջան պտի անենք Արամի փողոց հասնելու համար տենց հեշտ չի Մենք պետք է գնանք հանրապետության հրապարակով պատտվենք մտնենք Նալբանդյան Հա Nothing խցաման մեջ Տես գործ են անում, մայթերն են սարքում Երևանի քաղաքապետարանի մեր գործընկերները Իմաց ցույց Հասցնենք կանաչ տակով անցնեմ Զգուշա պետք է լինել, որովհետև եթե հիմա մի հատ փուճուր վթարելի, մեծ սենսացիա կստացվի, չէ։ Ես ինչ երաշտությունա, ոնց անջատենք։ Ահա, սենց այս մեքենան քաղաքում սրտիկով պատտվելու է անընդհատ։
Ումնա ճանապարհը, մերնա ճանապարհը։ Բայց իհարկե միշտ չէ, որ ես եմ քշելու։ Լավ էր, առավոտ շուտ է, դա խցանում չկա, խցանման մեջ չեմ գնում։ Տես կտրել են, որ ասֆալտ անեն ցանցրևները դադար են չորելնիկ ասֆալտը Աշխատում է, հա։ Մի րոպե։ Աշխատում է, գնացինք։ Բացարձակապես։ Հիմա անհրաժեշտություն չկա։ Հիմա էլեկտրոնային կա վարորդական իրավունքը ֆիզիկապես պարտադիր չի։ Դա մեր արած հաջորդ կարևոր բարեփոխումներից մեկն է։ Եվ այո, կարևոր է։ Հիմա մենք ուրիշ բան ենք անում, հա, չէ։ Մենք հիմա նաև ընդհանրապես ֆիզիկապես էլեկտրոնային նալնելու վարորդական իրավունքը ֆիզիկականը պետք է ալնելու մենակ արտասահման արտերկրում, որովհետև ինչն է սա պետք մարդը կորցնի, չգիտեմ, այսինքն կա վարորդական իրավունքը ինքն էլ on-line ունի։ Հիմա կարող ես մոտը չունենալ։ Դե ես չունեի։ Չնայած կար բանի ուսապարկից մեջ կա։ Այսինքն եթե բարեկային ծառայության աշխատակիցը ենթադրենք կանգնացնում է, ինքը արդեն մուտքագրում է իր մոտ։ Այո։ Նկարում է։ Այլևս դու որևէ բան ներկայացնելու կարիք չունես։ Չէ, ենթադրում է, որ մոտը հեռախոսի մոտ QR կոդ եւ այլն կա, որ տենց նույնա էլեկտրոնային վերցակ կանացնում է, եթե մեքենայի տերը ենթադրենք տարիքով մարդը չունի վարորդական իրավունք, բարեկը նկատում է, այնօրեմս կանգնացնում է մեքենան։ կամ անցած ալնում վարորդական իրավունք, կամ ապան։ Ու տենց շարունակ։ Հայաստան չի գա։ Բարև Ես եղբայր։ որ ինտերնետի մեջ գտնեմ Պիեր Ուրախ եմ։ Որտեղից եք։ Ձեզ նվիրենք մի հատ մեր։ Ամենայն սիրով։ Բասում են, որ Ֆրանսիայի ամբողջ հայությունը մեզ ընդդիմադիր է։ Այո, ցեզի հետ եք։ Ցեզի հետ եք։ Այսինքն դիմադիր լինելով մեզի հետ եք։ Ուրախ եմ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եք մենք։ Ես եմ շնորհակալ, եղբայր, ես եմ շնորհակալ։ Բարի լույս ձեզ, լավ եք։ Նվիրենք ձեզ մի հատ սրանից։ Փակցնեմ ես իմ ձեռքով։ Շնորհակալություն։ Մի հատ ձեզ, ուզում եք սրանից։ Լավ եղեք։ Ստեղ ինչ է։ Բարև ձեզ։ Ինչ եք վաճառում դուք։ Լավ են ձեր գործերը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, լավ են ձեր գործերը։ Հաջողություն ենք մաղթում, մի հատ ձեզ նվիրենք սրանից։
Շատ լավ բաներ ունեն իրական Made in Armenia։ Հա, Շատ հավես թեյեր ունեն, գիտեք, գրքի Հալվա։ Չէ, իսկական շատ հավես բաներ ունեն։ Չի, Թեյ, բաժակ, 200+ local brands։ Շատ լավ։ Հա, հա։ Թող մեքենան պատտվի։ Հա, հա։ Նա տեպիներից մի քանի հատ դու մոտս մտնա։ Կենտրոն ենք հայելելու բան։ Չէ։ Հեսա գնում ենք ավտոբուսի կանգար, որ ավտոբուսը եկավ առաջինը, բարի լույս ձեզ, բարի ծառայություն։ բայց կիսադատար։ Որ սա շահավորվեն։ Բարև ձեզ, բարի ծառայություն։ Քաղաքային ավտոբուսները տենց են, իրա մեջ խցկված ես միշտ։ Բարև ձեզ, բարի ծառայություն։ Հիմա մեր հաջորդ նշանակետը մոտակա կանգառն է։ Գնում ենք կանգնում ենք, որտեղի ավտոբուսը եկավ, գնում ենք այո։ Բայց դեպի Հաղորդությունը պետք է ասել։ Պարոն վարչապետ, այն օրը խաղահրապարակ էիք հրապարակել։ Ստեղ նույնիսկ կառուցում են, գիտեք, նմանատիպ հենց այս այգում։ Ու դիմացն է պատմամշակութային հուշարձանն է վերակառուցում այդ դրա դիմաց։ հա, շատ լավ է։ Բանանը Այդ շենքը- Արարատյան Կերոն Ֆաունդեյշնով են անում։ Այս երկուսն են։ Այդ շենքը հա, այս սև շենքը, Հա, հա։ սիրուն, հա։ Շատ։ Փագա։ Կարծեմ ասեցին, բայց վախենամ սխալվում։ Կերոն Ֆաունդեյշնն է անում, եթե չեմ սխալվում, հենց վերևի մայթում է որ։ Ու խաղահրապարակի համար արդեն փակել են այն։ Մաշտոցի պուրակը նկատի ունեք, հա։ Արդեն այս մասը երեք։ Խաչքարների այգու, որ դուք խաղահրապարակ հրապարակ։ Բարի լույս ձեզ։ Լավ եք։ Լավ եք։ Հրապարակ են մտնում, սպանող գալիս եք։ Այս ինչ նոր բաներ կան ստեղ։ Իհարկե։ Երաշտական գործիքների խանութեր կա դեպս։ Ուրա։ Այս մեկն է երևի։ Բացա թե փակ։ Հա, այն մեկներ ու փակվել է։ Բարև ձեզ։ Դեղի փոխել հավաքում։ Չէ, չէր հավաքում, առել էր բանից էր դուրս գալիս։ Դեղատնից էր դուրս գալիս։ Հա, այս շենքը սկսել են, շատ լավ է։ Ու պավարտապետենը հարաբարակի համար փակել են, տեսեք։ Բարև եղբայր, ոնց եք։ Իմ կողմնակիցները սա ձեր կողմից են։ Մատ նվիրեմ ձեզ սրանից։ Նվիրեք ինչի։ Իմ ձեռով փակցնեմ։ Փակցրեք։ Շնորհակալ ենք շատ։ Որտեղ եք ապրում դուք։ Ես այստեղ եմ ապրում ու ողջուններ ձեզ։ Պետք է հաղթել։ Շնորհակալ եմ։ Դրանք պետք է չեն։ Մեր հաղթանակը, ձեր հաղթանակը մեր հաղթանակն է, մեր հաղթանակն է ձեր հաղթանակն է։ Շնորհակալ եմ եղբայր։ Բոլորին կբարևեք ջերմ։ Բայց ճիշտ ենք գնում, փողոցն անցնելու գնանք։ Եթե վերև են գնում, տեղ են։ Չէ, այն մյուս կողմն ենք գնում։ Բարև ձեզ եղբայր, ոնց եք։ Ոչինչ, դուք Լավ եք։ Լավ, շնորհակալ եմ։ Լավա ձեր տրամադրություն։ Ոչինչ, կամաց։ Քանի տարեկան եք դուք։ Օ, թոշակ եմ ասել։ 70։ Բայց արդեն առողջության ապահովագրություն ունեք։ Պետքա, չգիտեիք։ Չէ։ Անկեղծ չգիտեիք։ Բայց դուք առողջության ապահովագրություն ունեք։ Որտեղ եք հաշվառված։ Ոչ միտեղ։ Ոնց ոչ միտեղ։ Մենակ սոցիալական Չէ, ապահովության։ չէ, նկատի ունեմ բնակության վայր ունեք գրանցման։ Վրանցով։ Բայց ձեր պոլիկլինիկա գնացեք, դուք առողջության ապահովագրություն ունեք։ Եթե առողջական խնդիրներ ունեք, գնացեք հետազոտվեք, գնացեք բուժվեք։ Ձեզ նվիրեմ մի հատ սրանից։ Չէ, շնորհակալություն չեմ պահի, եղ չկա պահելու։ Սա պահելու համար չի, սա սենց կպցնում ենք, ինքը մնում է սենց։ Հա դե թո մնա։ Եղա, լավ եղեր։
Բարև ձեզ։ Լավ եք եղբայր։ Ոնց է ձեր տրամադրությունը։ Գործերը լավ են։ Նվիրեմ ձեզ սրանը։ Իմ ձեռով փակցնեմ։ Սիրով, պարոն վարչապետ։ Շնորհակալ եմ շատ։ Լավ եղեք։ Դուք եք անցում ապետ, այնտեղ երևի անցնենք։ Ահա։ Դիմացի մայթի։ Հա, դիմացի մայթի։ Դե կամ Աջափնյակ կամ Հարավարևելյան թաղամաս կամ Էրեբունի։ Գնում ենք, որ ավտոբուսը առաջինը եկավ։ Նստում ենք գնում ենք։ Բա որ էլի Շենգավիթ տարավ։ Չէ, բա որ Շենգավիթ։ Բոլորին է մյուս մասն ուրիշ տեղ կգնա ուրեմն։ Չէ, բայց եթե Շենգավիթ տանողն է, հա։ Այստեղից Շենգավիթ չի գնում։ Ուրիշ դե ոնց լինի որ եթե Շենգավիթը լինի բաց կթողենք Շենգավիթը։ Հա բնականաբար անցումով։ Ժորժ ջան, ես տեղ շատ եմ քայլել, ես տեղերը գիտեմ, էսա տեսեք ասում եք քաղաքային տրանսպորտը չի աշխատում, քանի ավտոբուս կա, բայց հեսա կգնանք կանգար կհասնենք, կես ժամ չի գա։ Չէ։ Վայ, միրոք, հոպ։ Կարելի է ձեզ բարևել, բարև ձեզ, ոնց եք, տրամադրություն ձեր լավ է, կարելի է ձեզ նվիրեմ սրան, շնորհակալ եմ, լավ օր ձեզ, ձեզ էլ նվիրեմ, իմ ձեռով փակցնեմ, հա, մեր բակ եկել եք, որ երբ, բացի 43 դե ձեր բակ շատ ենք եկել, լավ եք, լավ անեք, շնորհակալ ենք ձեր շնորհիվ դարձել ենք տանտեր, շնորհակալ եմ շատ, լավ եղեք, Այն ընդեղ մի հատ վիճելի տո Էլ տուն Սենց Բարև ձեզ, կարելի է ձեզ բարևել, ոնց է, կարելի է ձեզ նվիրել սրանի, լավ եղեք, լավ օր ձեզ։ Չեք գալիս, պան Սիմոնյա։ Բարև ձեզ, ինչպես եք, մի հատ կեզ նվիրենք, մի հատ այս ինձ թխված կեզ, Ալիսա ճան վերցրու, մայրիկը վերցնի, ես էլ մայրիկը հետո կպակցնի, լավ եղեք։ Բարի լույս ձեզ, լավ օր ձեզ, բարի լույս ձեզ, բարև ձեզ, լավ եք, կարելի է ձեզ նվիրել սրանից, իմ ձեռով փակցնեմ, ինչի չնկարենք, ինչ է վախենում նկարվելուց, բարև եղբայր, ես փակցնեմ իմ ձեռքով, շնորհակալ եմ շատ, լավ եղեք, Աստված բոլորիս, բոլորիդ, բարև եղբայր, Հաճույքով եղբայր, լավ եք։ Հա Գյումրիից հազիվ եկի հասել եմ լայվը նայել։ Շատ լավ։ Գյումրի գալու ենք առաջիկայում։ Չէ, բայց ավտոերթ ենք անելու, բանի հետ կապված։ Հյուսիս հարավը բացման պաշտոնական արարողություն ենք անելու։ Ուրախ կլինեմ տեսնել ձեզ նորից։ Վայ քարտս
բանը, որ ավտոբուսի համար վճարում։ Ուսապարկում։ Հա, ուսապարկում։ Բարի լույս ձեզ, ժողովուրդ։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Նատ նվիրեմ ձեզ, լավ օր ձեզ, լավ օր ձեզ։ Դեպի կանգար։ Բարի լույս ձեզ։ Ուրա։ Կարան։ Բարև ձեզ, կարելի է ձեզ բարևել։ Ոնց եք։ Նորմալ։ Նվիրեմ ձեզ սրանից։ Շնորհակալ եմ։ Ձեզ։ Բարև եղբայր, լավ եք։ Լավ, Նվիրեմ ձեզ սրանից։ Այստեղ, բայց կարող է մագնիսը չպահի, չի պահում, շորը հաստատ։ Հա, իհարկե եղբայր։ Ուրա հեռախոսը։ Լավ եք։ Լավ, Գործերը։ շատ եմ սիրում։ Շնորհակալ եմ, ես էլ ձեզ։ Շնորհակալություն շատ։ Լավ եղեք, լավ օր։ Բարի լույս ձեզ։ Լավ եղբայր, դուք ոնց եք։ Ոչինչ։ Ոնց է գործերը։ Ոչինչ, Նվիրեմ բանը- ձեզ միած սրանից։ Մի բան խնդրենք, էլի պարոն Փաշինյան, այս ավտոբուսի մեզ գիծ են տվել, ուղղակի մենք ստեղից տաքսով արողներս ուզում ենք մի 2 կոպեկ գումար աշխատելու միջոց, էլի։ Ինչն է խնդրեմը։ Սա ավտոբուսի գիծ են մեզ հատկացրել, պրոստը չի կարելի կա։ Ուղղակի խնդրենք։ Ոնց հատկացրել։ Սա ավտոբուսի գիծը, իրավունք Հիմա չունենք։ իրավունք չունեք, առանց իրավունքի եք կանգնել։ Հա։ Ինչա պետք է Մի անել։ հատ տաքս ուզնակ, եթե կարելի աստեն Բան դնենք բան, 2 մեքենայի կարա։ համար, էլի, եթե խնդրանք, էլի։ Բայց երկու մեքենայի, հատկապես ձեր մեքենայի համար, թե ով որ տաքսին ուզենա Որ կանգնել։ տաքսին կուղղակի մենք ստե եկա։ Ավտոբուսի գծի զուգահեռ մի հատ է տաքսուկից եք ուզում։ Հա, այստեղ մի հատ մեզ նշան ուղղակի տան 2 մեքենայի համար։ Հիմա սենց կանգնելու համար դու գանում են ձեզ։ Հա, բարեկներ Բա մեզ- ոնց եք անում։ Դե ինչ անենք ստիպված հացի փող, հացի տե- փող ենք էլի աշխատում։ Օրը մի անգամ պրոֆիլակտիկ դու գանում են, հա։ Հա, ուղղակի խնդրանքի կարգով էլի որպես Նայեք, եթե հնարավոր է, այս ձեզ։ Շատ շնորհակալություն։ Ես էլ ձեզ։ Հաջողություն ձեր գործերի։ Բայց բաց չի, չէ՞ ընդհանուր գործեր, ասեք որ բաց չի։ Դե չենք փողոք։ Հա, աշխատում ենք հացի փող։ Բայց տուրիստներ կան, Չէ, տուրիստները գնում են ըստ թուրով, Շատ մուրով։ լավ չի, բայց դե վատը չի։ շատ լավ։ Ոչինչ էլի։ Տեսա սեզոնը կբացվի, ավելի կլավանա։ Լավ եղեք, լավ օր ձեզ։ Շնորհակալ եմ, շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Առաջին պատահած։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ օր ձեզ։ Նվիրեմ ձեզ միած սրանից։ Փակցնեմ իմ ձեռքով։ 1000 ներողություն։ Ահա։ Շատ սազում ա։ Ինչ։ Ես ձեր երկրացի եմ, այսպես ասած։ Դե բոլորն են իմ երկրացի, Հայաստանի Հանրապետություն։ Տավուշի մարզից։ Արա, Իջևանից եմ։ Ուրախ եմ, շատ լավ եղեք։ Բարև ձեզ։ Պինտուր եմ։ Հասնում ա։ Ստեղա, տվեք։ Բանը քարտը վերցնեմ, որ ավտոբուսի համար վճարեմ։ Պատրաստ եք ձեր քարտերը։ Չէ, հեռախոսով չի վերցնում։ Բարև ձեզ, եղբայր։ Да, конечно. Откуда вы? Я из Москвы. Здесь живете, да? По работе здесь. Да. Спасибо, Хорошо очень. чувствуете? Да, спасибо. Очень приятно за вами наблюдать. Так, всего хорошего. Вам тоже. Բարի լույս ձեզ։ Լավ եք։ Լավ օր ձեզ։ Սա ձեզ։ Ձեր կուրկան հաստատ է, չէ, իմ ձեռքով կկպցնեի։ Բարև ձեզ։ Ոնց եք, ես ինչ լավ տղա է։ Ես ինչ լավ տղա է։ Ինչ անում է։ Անրի, Վայ շատ ապրես։ Ես քեզ։ օմպոյմոն։ Կուրկան հաստատ է, չէ, Մի ես հատ կտա։ քուրիկին կտակ։ Հաճույքով, հաճույք։ Մերսի։ Քույրիկին, մի հատ է քույրիկին
Քույրի հայրենիքը։ Կփոխանցեք, չէ՞, քույրիկին ապա։ Եկել ենք դրան։ Լավ որ։ Լավ որ ձեզ, շնորհակալ ենք։ Մինչ մենք գալիս ենք, մեր աչքի առաջ 4-5 հատ ավտոբուս եկավ անցավ։ Հիմա տեսնենք ինչքան ավտոբուս կգա։ Ու եր։ Մանա մոտենում։ Հիմա տեսնենք այսօր ուրա տանելու մեզ ուրախ, ավելի ուրախ ավտոբուսը։ Ուրախ հանրային ավտոբուս։ Ավելի ավելի ուրախ ավտոբուսը։ Շվացուսակ կա, ճիշտ է։ Հա, դե։ Չէ, բայց ասեց գալիս է։ Հենա։ Երկու թաղամաս, մեկը բան, մալացիա։ Դե ստեղ եկողների մեծ մասը հարավ-արևմտյան թաղամասա գնում, մի մասն է աջափնյակ, շնաց Էրեբունի գնացողներ էլ կան։ 36 Մեկ րոպեից այն մանն է գալիս, հեսա Պուշկինի կանգառում է։ Համոզվեցինք, որ Երևանի քաղաքային տրանսպորտը հենց ոչինչ։ Ես առաջավոր տեխնոլոգիաներին հələ այդքան չեմ առնչվում։ Բայց օրինակ առավոտները, որ ես դուրս եմ գալ։ Չէ, սա մեր 47-ն Ուրա գնում։ Եռաբլուր։ Էսի 47-ն է, 36-ն։ Բայց ուրա գնում։ Եռաբլուր։ Միջ վերջին կանգառն է։ Տենա եկավ 36-ը։ Դե գնացինք 36։ Բարև ձեզ։ Ես ձեզ։ Հա դե թող գա կանգնի։ Ասմա կանգառում։ Տեսակ, մեծ ավտոբուս եկավ։ Դե ասեք, որ դասավորած չի, սա ինչը։ Կարակ ասեք, որ դասավորած չի։ Ասենք ուղղակի կհավատա։ Դիմացից պետք է անստանք։ Իզուրել ես քանեկան։ Ոնց չենք տեղ անի, շատ լավ էլ տեղ կան։ Հսկայական։ Ներողություն։ Հա։ Դիմացից, ոնց որ կարգն է։ Բարև ձեզ, եղբայր, սա ձեզ։ Գալիս եք հարավ-արևմտյան թաղամաս։ Բարև ձեզ, լավ եք։ Բարի լույս։ Լավ եք։ Լավ եղբայր, բարև ձեզ։ Մի րոպե, կներեք։ Հա, հաստատված է, վերջ։ Բարև ձեզ, լավ եք, լավ որ ձեզ։ Նվիրեմ ձեզ մի հատ սրանից։ Լավ եք։ Բարև ձեզ։ Տեղավորվեցիք ժողովուրդ։ Հələ հեսա շարժվենք։ Տիկնակ նստեք։ Չէ, դուք նստեք, հա, ճիշտ է։ Եկեք նստեք։ Ոչ մեկ չի ուզում նստեք։ Տիկին Բաղդասյան նստեք։ Ոչ մեկ չի ուզում նստի։ Սա ձեզ նվիրեմ։ Լավ որ ձեզ։ Լավ եք, լավ է ձեր տրամադրությունը։ Տեղավորվեցիք, թե չտեղավորվեցիք։ Բայց որ գաք նստեք, Տիկին Ջուլակյան, եկեք նստեք, մենք քայլ ենք մի քիչ։ Էլ ով կարա նստի։ Տիկին Բաղդասյան դուք էլ նստեք, էլի։ Ձեզ արդեն նվիրեցի, չէ։ Բարև ձեզ եղբայր։ Լավ եք։ Լավ են գործերը, տրամադրությունը նվիրեմ ձեզ մի հատ սրանից հաճույքով։ Շնորհակալ եմ շատ։ Ոչինչ, բայց ես ինչ որ բան կավրեմ, մի հատ ուրիշ տվեք, էլի։ Պին 41 պին։ Սոսինձան։ 41 Կներեք, որ լավ լինի։ Շնորհակալ եմ, լավ որ ձեզ։ Բարև ձեզ, լավ եք, նստեք։ Չէ, ոնց։ Լավ եք, լավ են գործերը, տրամադրությունը լավ է, նվիրեմ ձեզ սրանից։ Շնորհակալ կլինեմ։ Այս իմ ձեռքով փակցնեմ, լավ է։ Մենակ եղանակը փոխվի ավելի լավ կլինի։ Էսա կփոխվի։ Այս մեկ այդքան էլ լավ է, չէ՞, մի հատ բան արեք, պահեք։ Բարև ձեզ, եղբայր։
Լավ եք։ Լավա ձեր տրամադրությունը, նվիրեմ մի հատ սրանից։ Իմ ձեռով պակցնեմ, եթե դեմ չեք իհարկե։ Լավ եք, բարև ձեզ։ Լավ եք։ Կարելի է նվիրել ձեզ։ Իմ ձեռով այստեղ, ամենահարմար տեղը է սա, ինձ համար։ Դուք արդեն ունեք։ Լավ եք։ Բարև ձեզ, ծանոթացաք արդեն։ Ինքը Արագածոտնի մարզպետի տեղակալն է եւ պատգամավորի տեխնացու քաղաքացիական պայմանագիր կուս կարելի է ձեզ նվիրել։ Իմ ձեռով փակցնեմ, այս ձեզ շատ հարմար օձիք ունեք, սենց դեպքերի համար։ Լավ եք։ Բարև ձեզ, լավ եք, լավա ձեր տրամադրությունը։ Կարելի է ձեզ նվիրել սրանից։ Իմ ձեռով փակցնեմ, թե դուք իմ ձեռով Ահա, շատ լավ ստացվեց, սազում է շատ։ Տես, պարոն Ալեքսանյան, ասում եք չենք տեղավորվի, տեսակ ոնց տեղավորվեցին։ Ես մեր ուրախ ավտոբուսի չափի ավտոբուս է, հələ կարող եմ մի քիչ էլ ավելի մեծ։ Ինչ թերություն ունեն, պարոն Թորոսյան։ Վայ։ Էս սենց պետք է գնար։ Չնայած մեզ համար տարբերություն չկա ու գնա։ Մեծ հաշվով։ Բարև ձեզ։ Լավ եք։ Լավ օր ձեզ։ Ինչի։ Խնդրում եմ ասել։ Որտեվ ավտոբուսը շատ երկար է գնում, 10 րոպե։ Որտեղից եք եկել։ Նկատի ունեմ, ինչքան է տևել ձեր ճամփորդությունը։ Պարոն Փավոխյան, լսեցիք, բողոք։ Ավտոբուսի շարժի արագության հարց են բարդացնում մարդիկ։ Տիկինը ասում էր, դանդաղ է շարժվում ավտոբուսը, ավելի արագ է ուզում որ շարժվի։ Մի հատ եկեք նստենք, գոնե տեղ բացենք, էլի, դա։ Ընդամենը 3 օր մնաց, 3 օր եւ Չէ, նկատի ունեմ 3 օրից կստանաք։ Ամենազարմանալին գիտեք որն է, որ քաղաքացիներ ենք հանդիպում, ասում ենք դե թոշակը բարձրացել է, բան, ասում են դե տեսնենք, բան, ասում են բայց ժողովուրդ ջան, ինչը տեսնեք, ասել ենք ապրիլի 1-ից, ուրեմն կլինի ապրիլի 1-ից։ Դուք էլ թերահավատություն ունեիք։ Ներողություն եմ խնդրում։ Դուք քանի տարեկան եք։ Երբ մայիսից դառնալու եք նաև առողջության ապահովագրության շահառու, այդ նշանակում է, որ ահագին ծախս, որ անում եք կամ կարող եք անել առողջապահություն դեղերի եւ այլն, իհարկե ոչ բոլոր դեղերի, բայց որոշ դեղերի բանը էտել են փոխհատուցվելու է, որովհետեւ սպառողական զամբյուղի մեջ դե գիտեք այդ հաշվարկները միշտ ինչ որ մի չէ դե ինչ որ մի մեթոդաբանություն ունեն հիմա կարելի է տենց էքսպերիմենտ անել թե ինչքան էր մեր վիճակը 61000 այսինքն դա կոչվում է սպառողական նվազագույն զամբյուղ բայց նվազագույն հա բա դե բա նվազագույնի մասին է խոսքը այս ինչ է տակտիկ երթուղով է գտնես Հələ որ մտածում, տեսեք, մենք, չէ, կներեք, բայց մենք եկեք տենենք ճիշտ արձանագրենք ինչ խնդիր ենք լուծել։ Նախ մենք 2018 թվին նվազագույն թոշակը եղել է 16000 դրամ։ Մենք եկել ենք կրկնապատկել ենք նվազագույն թոշակը, հետո խնդիր ենք դվել նվազագույն պարենային զամբյուղին համապատասխանեցնել նվազագույն թոշակը։
Սա ինչ է, սա նշանակում է, որ Հայաստանում այդ պահից չի եղել թոշակառու, որը կալորիա չունենա բավարար իր նվազագույն կենսագործունեությունը ապահովելու համար։ Այդ խնդիրը մենք որ թվին լուծեցինք, դա 22 կամ 23 թվականին։ Այս փուլով արդեն մենք նվազագույն սպառողական զամբի մի մակարդակ բարձրացրինք եւ մեր հաշվարկի մեջ մտնում է նաեւ անկանխիկ առևտրի համար դեպքում հետ վճարը, որը գումար է կոնկրետ։ Եվ հիմա մենք այդ ցուցանիշին հասել ենք, հիմա հաջորդ քայլով, հետագա քայլերով արդեն նենց կանենք, որ խոսանք մի քիչ ավելի լավ ապրելու մասին թոշակառու։ Նկատի դա միշտ ունեցեք։ Այո, իհարկե։ Ինդեքսացիան որ կանենք, հետո հիմա միջին կենսաշրջանային Ոնց է, եթե առաջնային ծախսը Հիմա ձեզ չեն լսում, սենց։ չեմ ուզենա շատ լսել։ Լավ։ Ընտանիքում բյուջեն բաշխում, առաջնային կարևոր ծախսերը, անկարևորները դեսնենք հիշում, բայց ասենք պետության շես նկատում եմ, որ անկարևոր ծախսը շատ է արվում, որը կարելի է Օրինակ ճոխ միջոցառում, եթե մենք այդքան հարուստ երկեր տեսեք, ինչ ենք այդքան ճոխ։ օրինակ տեսեք, ճոխ միջոցառում, օրինակ որ միջոցառումը։ Հիմա օրինակ տեսեք, մենք այդքան քննարկման առարկա դարձավ, օրինակ, երբ որ ժամանակին Snoop Dogg-ին մենք հրավիրեցինք եւ իրան ահագին փող ծախսեցինք, բայց այն ժամանակ Ղարաբաղի իրադարձությունների պատճառով ստիպված եղանք հետաձգել։ Դրա պատճառով մեծ աղմուկ եւ բան բարձացավ եւ մենք հասկանում էինք, մենք սուս ու փուս գնացինք շարունակեցինք եւ այն ընկերությունը, ով պետքա Snoop Dogg-ի համերգը կազմակերպել, ինքը եկավ մեզ ասեց, այդ գումարը հետ մի վերցրեք, ես համարժեք մի հատ համերգ կկազմակերպեմ։ Մենք համաձայնվեցինք եւ ինքը գնաց եւ պայմանավորվեց Ջենիֆեր Լոպեսի հետ։ Ջենիֆեր Լոպեսի համերգը կայացավ, ով կհիշի մենք ինչքան գումար ենք 7 միլիոն, եթե չեմ սխալվում։ Չէ։ Ժողովրդովա հիշում Ջենիֆեր Լոպեսի համերգի համար ինչքան գումար ենք հատկացրել։ Հատկացրել։ 6 միլիոն դոլար։ 6 միլիոն դոլար, դա որ այս կետում կանգնենք, ձեր ասած ճոխ միջոցառումն է։ Բայց այդ ծախսի արդյունքում Հայաստան եկավ մոտավորապես 15000 զբոսաշրջիկ։ Այդ համերգի արդյունքում, երբ որ մենք հաշվում ենք այդ ծախսերը, այդ 6 միլիոն դոլարը հետ է եկել, այսինքն գնացել է փոքր եւ միջին եւ խոշոր մարդիկ մտել են հաց են կերել, տրանսպորտ տաքսի են նստել եւ այլն, եւ այդ ամեն ինչի արդյունքում հարկեր են գեներացվել եւ դրա արդյունքում այդ թվում դրա արդյունքում որ մենք հնարավորություն ենք ստացել ձեր թոշակը այս տարի ավելացնենք, որովհետեւ գիտեք ինչ, այստեղ մի հատ նրբություն կա, կառավարության խնդիրը հետեւյալն է, որ ինքը գումարը այն ճանապարհով հասցնի թոշակառուին, որ այդ գումարը ճանապարհին նորից գումար բերի։ Եվ դա շատ կարևոր նրբություն է։ Եվ նաև տեն ծախսերի արդյունքում է, որ բոլոր միջազգային ներդրումը, այո։ Եվ այդ ծախսերը բոլորը իրանց էֆեկտը ունենում են։ Իրանց էֆեկտ այլ բան, որ այդ ծախսերը արվեն որակով։ Հիմա ասենք օրինակ, եթե արդյունքում ստացվեց, որ Ջենիֆեր Լոպեսի համերգը ոնց որ թե ավելի մեծ արձագանք ստացավ, քան կստանար Snoop Dogg-ի համերգը։ Ես նկատի ունեմ, դուք կարող եք մտածեք, նայեք հեռուստացույցի առաջ, ասեք հələ ես ինչով է զբաղված այս կառավարությունը։ Փոխանակ մեր թոշակառուների հոգսերով զբաղվի, Ջենիֆեր Լոպեսի համերգ է կազմակերպում։ Բայց Ջենիֆեր Լոպես Ես դրա համար ձեզ ուզում եմ ներկայացնեմ, որ դուք ճիշտ հասկանաք, բայց այդ համերգի, ոչ միայն այդ համերգի, բայց այդ համերգի եւ այդ համերգի բերած փողի պտտվելու արդյունքում է, եկամուտների արդյունքում է, որ մենք սպասվածից միջազգային կազմակերպությունների կանխատեսածից ավել տնտեսական աճ ունեցանք, որը պարզ դարձավ փետրվարի։ Եվ երբ որ մենք տեսանք, որ կանխատեսված 5.2-ի փոխարեն մենք ունենք 7.2% տնտեսական աճ, մենք ասացինք մի րոպե, մենք կանխատեսվածից ավել ենք, ուրեմն մենք մեր թոշակառուն պետքա տնտեսական աճը իր կյանքում զգան։ Միայն այս տարի 80 միլիարդ դրամ, այսինքն 200 միլիոն դոլար Բանի վրա, 200 միլիոն դոլար մենք այս տարի
գումար ենք ծախսելու թոշակների ավելի մենակ այս տարի ավելացրած ու մենք ինչ ենք խնդրում որ միշտ հաշվի առնվի տեսեք օրինակ մենք կուզենք թոշակառուների թոշակը շատ ավելի բարձրացնենք այստեղ խնդրեմն ինչ է չէ ուրիշ բան եմ ասում բայց թոշակառուների թիվը մենք շատ մեծ է հասկանում եք իրան չէ բայց պետք է չէ մենք ձեր ազգանունը ինչ է Տիկին Ավետիսյան մենք շատ ուզում ենք բայց մենք կարող ենք մենք պետք է այնպիսի գումար բարձրացնենք որ մենք համոզված լինենք որ մի անգամ բարձրացրինք դա արդեն տարիներով տասնյակ տարիներով մենք պետք է հաշվարկենք որ պետության եկամուտներ այդքան լինելու են իսկ որպեսզի պետության եկամուտներ այդքան լինի մենք զուգահեռ նաև ինչ ենք անում մենք նաև ավելացնում ենք պաշտոնյաների վարձատրությունները որ պաշտոնյաների նկատմամբ հակակոռուպցիոն քաղաքականությունները ավելի խիստ լինի որ այն տեղերը որ բանի նման ճեղքեր կան որ պետական ծախսերը որակյալ չեն լինում կամ ծախսերը որ այդ ճեղքերը փակվեն որ այդ կաթսայի մեջ գումարը ավելի տեսանելի լինի որ մենք կարողանանք հիմի մենք արդեն ձեր առաջ ստանձնել ենք մի բան դանդաղ դատվում են բայց դանդաղ որ ես ուզենամ այո դաս պիտի լինի որ ես հասկանա որ ասես բողոքից որ եթե ուզենա գողանա ձերքը հետ կաշտացի որ Շատ հետաքրքիր է բայց դե որ հետաքրքիր է կարող եմ ձեզ նվիրել մի հատ սրանից լավ է Տիկին Ավետիսյան ես խնդրում դուք ճիշտ եք ասում մոռացեք ընդհանրապես միշտ ես խնդրանքը ձեզ որ դուք քնում արժանում եք նպատակ դրեք ձեր առջև որ իմաստը պետք է լավ ապրեք ողորմելի վիճակում չպետք է լինենք որ մենք ոնց որ պարտանում ենք այլ խելացի ազգենք ճանաչած եւ այլը այտենց էլ դրսի մարդիկ մեզ նայեն որտեղ ռուսը մեզ նայի որպես երոք բայց չեն նայում ոչ տեսեք հիմա Երևանում բազմաթիվ ռուսներ գիտեք ես ձեզ մի բան ասեմ արդարությունը ճիշտ բան է հիմա եկեք ռուս բազմաթիվ բլոգերներ կան որոնք բլոգներ են վարում Երևանի եւ Հայաստանի մասին բարև ձեզ լավ է չէ Տիկին Ավետիսյան բանա փոխվում մի հատ խնդրում եմ նայեք ռուս բլոգերները ինչ հիացմունքով են խոսում Հայաստանի մասին ինչ հիացմունքով են խոսում չէ նրանք մեծ լսարան ունեն մեր հյուրասի մենք կողքունենք բայց մենք հյուրասի մենք չունենալու հնարավորություն հյուրասեր ասենք լավ եք դուք ո՞նց են գործերը Առողջության ապահովագրությունից օգտվել եք արդեն։ Ձեզ տեսություն մի մոռացեք մեր ազգի մասին։ Չենք մոռա։ Նպատակ դրեք, որ մեր հայազգը պետք է։ Լսեք, ոնց կարանք մենք մոռանանք, ոնց կարանք։ Միշտ հիշեք։ Շնորհակալ ենք շատ ձեր անկեղծության համար եւ մեր ավել պակասի համար էլ ներողամտությունն ենք ձեր հայցում եւ համբերություն։ Ամեն մեկս մեր գործով ենք սպասում։ Շնորհակալ։ Ձեր ընտանիքի անդամ, բայց ձեզ նվիրեցինք, բայց մի րոպե։ Սա ձեզ։ Շնորհակալ։ Լավ է։ Հեսա ստեղից կխոսենք, ստեղից կշփվենք։ Ինչպես եք։ Լավ այսինքն։ Այդ իմիջայլոց սփյուռքահայերի շրջան Հայաստանում հիմնական պատասխանը ոչինչն է, չէ՞։ Ինչպես էս ոչինչ, բայց Սփյուռքում Հայաստանում էլ է դա տարածվում, մի հատ տենց արտահայտություն կա, ասում են լավ ասենք, որ լավը լա, լավ ասենք, որ լավը լա։ Լսել եք տենց արտահայտություն։ Կա դեռ տենց բան, իմիջայլոց այդ տրամա, բայց մեր մոտ օրինակ ոչինչը Ոչինչը մեր մոտ ինչ է նշանակում, նորմալ է նշանակում ոչինչը, չէ՞։ Ոչինչը ինչ է նշանակում, որ ասում ենք ոչինչ, այդ նշանակում է։ Այո, նշանակում որ ասես ռուսերեն ինչ է նշանակում, մեզ նայ։ Տաքսի չգիտե։ Տաքսի բե, ճիշտ է, տաքսի բե։
Հիմա հույս ունեմ դուք տեղյակ եք, որ առողջության ապահովագրությունից օգտվում եք։ Չեք օգտվել դեռ։ Չէ, տեղյակ եք, թե չէ, բայց դա լավ է։ Մենք ուզում ենք Աստվածտա դուք դրա կարիքը չունենաք, բայց եթե հանկարծ անհրաժեշտություն լինի, իմացեք, որ այդ հնարավորությունը կա։ Էսա մոտենամ ձեզ։ Մի հատ պին տվեք։ Ես մի հատ սա ձեզ նվիրեմ, էլի, խնդրում եմ։ Այո, լավ եք։ Բարև ձեզ, լավ եք։ Ոնց է ձեր տրամադրությունը։ Այո, ուրախ է, որտեղ դուք կաք, պետք է այդ ավտոբուսը ուրախ լինի, մեր ցանկությունը դա է։ Ձեզ հետ միասին։ Լավ եք, լավ է տրամադրությունը։ Շնորհակալ եմ ձեզանից ամեն Ինչի համար օրինակ։ Ամեն ինչու։ Ես էլ ձեզ եմ շնորհակալ։ Դուք անում եք ճիշտ եք անում։ Շնորհակալ եմ։ Ուրախ եմ, որ ժպիտով հիմա կարելի է էլ ոչ մի բան չխոսալ, որ ձեզ տենց լայն ժպիտով տեսնում ենք եւ ձեզ արդեն Ամեն չի սպասում, ճիշտ ասած։ Թորնիկից էլ նվեր ստացա, ես էլ նվեր ստացա։ ուրախ եմ։ Քանի թորնիկ ունեք։ 4։ Աստված պահի։ Մանկապարտեզ, դպրոց։ Չէ, դպրոց է։ Իսկ դպրոցը նորմալ վիճակում է։ Նորմալ է։ Դե Երևանում էլ դպրոցներ կան, որոնք պետք է կառուցենք դեռ։ Հիմնանորոգ են։ Ես հետևում եմ այդ ամենի։ Շատ ուրախ եմ բարգավաճում Երևանը։ Ուրախ եմ։ Դե խնդիրներ էլ կա, բայց էլի ես ուզում եմ, որ մենք մի բան արձանագրենք, աշխարհում տենց երկիր չկա, տենց քաղաք չկա, որտեղ խնդրեմ չկա։ Մենք պետք է ունենանք իրականում այո, իրականում այո։ Պրոբլեմը լինի, լուծեցեք պրոբլեմը հաճույք ստանաս։ Ընդ որում այդ իմ շատ եմ ասում, հաճախ եմ ասում, դա ես իմ փորձով եմ դա տեսել, որ երբ որ մի խնդրեմ լուծում ես, քեզ թվում է այս խնդրեմ լուծեմ ու վերջ, բայց դրանից հետո գալիս է երեք հատ նոր խնդրեմ։ Այո։ Եվ կարևորն է նա, որ հետևական աշխատանք լինի, որ այդ խնդիրները լուծվեն։ Շատ շնորհակալ եմ։ Ձեզ Աստված ուժ տա, որ կարողանաք հասցնեք, ինչ որ դուք ուզում եք։ Գիտեք ինչ, իրականում այո, Աստված, բայց տվյալ դեպքում մենք ուժը ձեզանից ենք ստանում։ Հիմա այն որ դուք տենց կողքին ենք։ Շնորհակալ եմ շատ։ Այն որ դուք տենց ժպտում եք, դա հավատացեք մեզ շատ ավելի մեծ ուժ է տալիս, քան դուք պատկերացնում եք։ Հա, ցենց անակնկալ ենք արել։ Նորմալ է։ Տենց միշտ բոլորի դեմքը ժպիտով լինի։ Իսկ դուք թոշակ ստանում եք։ Ստանում եմ, բայց գիտեք, ես անկախից չեմ ստացել, ես նոր պետք է ստանամ։ Խնդրում ենք, այդտեղ լրացուցիչ գումար է, էլի ինչի է կորցնում։ Օրինակ։ Ձեր ընտանիքում կներեք, մենակ մենակ եք ապրում, հա։ Իսկ որ այդ նույնը սուպերմարկետից առնեք ավելի թանկ է նստում։ Օրինակ նիք են գնում, բանջարեղեն թանկ է նստում, դրանով ես շուկայով եմ օգտվում։ Բայց գոնե խանութից ինչ որ բան առնում եք, չէ՞։ Խանութի գոնե առևտուրը ընդդեից անեք, էլի տոկոսով կգնա։ Չի կարելի հանել 10, գոնե կանխիկ շուկայից գնել։ Չէ, կարելի է, բայց նկատի ունեմ, բայց դրանից արդեն հետ վճար չի երևում, որովհետև դուք երբ որ տանում եք այնտեղ վճարում, համակարգը ձեր գնումը չի տեսնում։ Գոնե 10,000 գնա շուկա։ Իմիջայլոց հիմա նաև խանութներ են հայտնվում, որոնք բան են անում, որոնք տենց բանջարեղեն են վաճառում եւ անկանխիկ են անում։ Իհարկե դեմ չեմ այնտեղ երևի, բայց գինը երբ որ հարկը մեջն է ալնում, գինն էլ մի քիչ բարձանում է, էլի երևի այդ տրամաբանությունը կա, բայց նաև մենք նաև ինչ ենք այդ մեր քայլի մեջ մի քիչ համարի լալա, մենք իրանցից Համաձայն եմ։ Գոնե մի 10,000 ես իրավունք ունեմ, չէ՞ հանել։ Բայց հիմա ամբողջ միտումները ամբողջ աշխարհում էլ գնում այն, որ նույնիսկ շուկայում եւ այլնում, այսինքն առևտուրը, որ ասում ենք ստվերային տնտեսություն, իհարկե փոքր հատված է շատ, բայց դա էլ է ստվերային տնտեսություն։ Մեր խնդիրը ինչ է, որ մենք իրական այն հարկերը, որոնք պետք է օրենքով վճարվեն, գեներացնենք, կուտակենք միտեղ, այդ թվում վերադարձնենք, ինչի հաշվին ենք մենք թոշակը ավելացնում։
որովհետև հարկային եկամուտները աճում են։ Այսինքն պետական բյուջեի եկամուտները աճում են, մենք նայում ենք եւ այդ թոշակները ավելացնում ենք, դրա համար այդ կարևոր գործիք է։ Ես ուրեմն հետ վճար չեմ ստանա, ինքը 10,000 հանել, հա, ասենք։ Չէ, ինչ չէ, ձեր խանութը ինչքան առնի, այդ տոկոսի չափով կստանա։ Այսինքն հիմա 22% է, այնտեղ բան կա, այսինքն ինչքան կանխիկով անեք, դրա համեմատ կստանա, ներողություն, անկանխիկով ինչքան անեք, դրա համեմատ կստանա։ Այսինքն ինչքան շատ անկանխիկ ծախսեք, այնքան շատ կստանա։ Բայց 10,000 կարող եք հանել, հիմա ինչքան է դառնալու ձեր թոշակը։ Ես 60 եմ ստանում։ Հիմա կստանաք 70, այսինքն եթե 10 հանելու եք, այն մյուս 60-ը անկանխիկ խանութից առևտրի մասին է խոսքը, որ խանութից առևտրի։ Խանութից ես կգնեմ, բարձ առանց խանութից։ Այսինքն ինչքան անեք, դրա դիմաց կարող է 1000 ստանալ, կարող է 2000, կարող է 5000, մինչև մեր հաշվարկներով մինչև 10000 հնարավոր է։ Բայց եթե ամբողջական է։ Ամեն կարելի է։ Բայց քարտով ստանում, քարտով եք, չէ՞ ստանում դու։ Նորը, հա, ես քարտով ունեի, որ ինձ հարմար է։ Դե գիտեք, իրականում բոլորս էլ այդ փուլը անցել ենք, որովհետև բոլորս էլ այդ փուլը անցել ենք։ Գիտեմ, մեծ առաջին անգամ է, դժվար է Բարև ձեզ, ինչպես եք։ Լավ եք։ Ոնց է ձեր տրամադրությունը։ Կարելի է նվիրեմ մեր սրանից ձեզ։ Իմ ձեռով փակցնեմ։ Սազում է ձեր շորի հետ միջալից։ Աշխատանք եք գնում։ Լավա ձեր գործերը տրամադրությունը։ Տրանսպորտը ոնց է աշխատում։ Աշխատանքային օրեն, բայց ավելի բարդ է, չէ՞։ Նոր մի տիկին բողոքում էր, որ բանը երկար է ճանապարհը, ավելի, այսինքն դանդաղ է, գնալով ավելի դանդաղ է շարժվում տրանսպորտը։ Հիմա մենք էսա տրոլեյբուսները, պարոն Փամբուխչյան, տրոլեյբուսները երբ են գալիս։ Արդեն դուրս են գալիս։ Քանի հատ էին։ 45 45 հատ տրոլեյբուս։ Հա, 45 հատ տրոլեյբուս գալիս է։ Ենթադրաբար մինչև Իսկ 200 հատ ավտոբուս է երբ են գալիս։ 200 հատ ավտոբուս։ Հա։ Ներեք, բաներ կանգառները երբ են սարքելու։ Կանգառները երբ են սարքելու։ Երբ գնում եք, այսինքն ինքը ծրագիրը մայրիչ է, շարունակական է։ Մի երկու տեղ տեսա կանգառներ, լավ։ Շարունակական ծրագիրը։ Ստե խնդիրն են, որ երրորդ մասում մի հատ ավտոբուս չկա։ Ես կանգնում եմ։ Այո, հենց կենտրոնն է, էլի։ Այն օրը երրորդ մասում քայլել ենք, բայց կանգառ չենք մտել, չենք տես։ Կանեն, հերթով կանեն։ Չէ, գոնի մի հատ դրվի, որ երկար է սպասում, դժվար է ոտքի վրա կանգնած մնալ։ Անկեղծ ասած ունենք տրանսպորտի սարքավորության հարց, բայց հիմա տեսնում եք։ Չէ, կանգառների մասին ասա։ Կանգառը, մեր կանգառում չկա նշտերի վրա։ Հերթով կանեն։ Հերթով կանեն։ Ամենավատ կանգառը։ Հենց կոնկրետ որտեղին եք Հենց ասում։ նշտերի կենտրոն դեպի հայրենիք։ Հրապարակ։ Հրապարակի։ Հա, վայ այն բանի այն մեծ կանգառը, հա։ Կինո Սևանի, Կինո Սևանի մոտ։ Հա այնտեղ երբեք էլ ճիշտ եք չի եղել։ Ես երկար ժամանակ այդ կանգառից եմ գործի գնացել։ Այնտեղ շատ մարդ կա, Այ։ բայց մի հատ ակտիվոնի պետք է։ Բայց այնտեղ գիտեք ինչ, այնտեղ իրական ուրիշ խնդրեմ կա։ Այնտեղ կանգառ դնելու տեղ էլ չկա, որտեղ մայթը նեղա,
որ կանգար դնենք, այնտեղ էլ անցնելու տեղ չի լինի, դրա համար չի դրվում։ Կանգնած մնա։ Ես ընդեղից երևի 7-8 տարի այդ կանգարից եմ գործի գնացել, երբ որ հայկական ժամանակում էի աշխատում, ընդեղից նստում էի Սուրբ Սարգիսի մոտ իջնում էի։ Այնտեղ կանգարի տեղ ուղակի չկա, որ կանգար դնեն, մայթը կփակվի։ Բա ինչ անենք, sense Դե ուրիշ լուծում ա պետք մտածել։ կանգնած մնա։ Հա, այնտեղ ուղակի կանգարի տեղ չկա, այն բանի կինոսեվանի մոտի կանգարի մասին ասում դիտումը։ Ես այդտեղից եմ այն ժամանակ բանից, որ ապրում էի երրորդ մասը, այդտեղից էի գործի գնում։ Ու միշտ այնքան շատ մարդ ա տեղը։ Ամենաբազմամատ կանգառներից մեկն է։ Նույնիսկ մարդիկ, որ կանգառում հավաքվում են, այլ մայթով քայլելու համար տեղ չի լինում։ Այն դիմացի խանութի մուտքերը, բաները լրիվ փակվում են։ Բայց այնտեղ իսկապես կանգար դնելու պետքա տեղափոխվի կանգառը ուրիշ տեղ, բայց մարդիկ սովորել են, դա էլա միշտ գնալու են այնտեղ են։ Բայց հիմա այս ավտոբուսը երրորդ մաս է գնում։ Ոչ, Բանգլադեշ։ Ով արչապետ է ավտոբուսը գնում է դեպի Հաղթանակ։ Ճիշտ է, Հաղթանակ գյուղ նկատում։ Հաղթանակ թաղամաս։ Էս ինչ ճիշտ ավտոբուս են։ Մենք սենց արեցինք, ասենք դուրս եկանք կանգար, ասենք որ ավտոբուսը առաջինը գա, այդ ավտոբուսը նստում ենք։ Հետո բանով չվացուցակով նայեցինք, այս մեծ էր, բոլորով կտեղավորվեինք։ Նախորդը փոքր էր։ Որտեղից է գալիս այս ավտոբուսը։ Հա, դե կարող է մասիվում առավոտը երևի մի քիչ։ Դե մասիվի բանը միշտ խցանում է։ Հիմա այս ավտոբուսների կոնդիցիոներները աշխատում են նորմալ։ Այս բանի հիմա միացրած անկախացուցիչները ապրանը Բայց ես հատ դու գանելու են եղբայր, հլը նա ինչ նկարա կախած։ Դեմդ նա եղբայր, դեմդ նա, դեմդ նա։ Լավ նշան, Տեսած բայց։ Այ քեզ բան։ Հա, հետաքրքիր է։ Սենց բաներ փաստորեն դեռել է կա։ Բարև ձեզ, չհացրինք դες բարև ենք։ Իրոք ես որտեղ ենք։ շուկայի մոտ ենք, բան։ Հա դե թեքվենք իջնենք։ Թեքվում ենք, չէ։ Թեքվում է դեպի Հաջորդ կանգառին իջնենք։ Բարև ձեզ։ Եկեք համեցեք նստեք։ Եկեք անցեք, անցեք։ Լավ եք, լավ է ձեր տրամադրությունը։ Մի հատ նվիրեմ, շատ լավ։ Որ ձեզ ժպտալով տեսնում ենք, լավ։ Խանուն ինչ է։ Էլեն ջան, լավ ես։ Մի հատ քեզ սենց, մի հատ էլ սրանից։ Այս սենց կարած գիտես ինչ ան։ Այս թակին սենց չէ լավ չի լինի, դուք ավելի հարմար կգտնեք։ Հա տենց հա, ինչը ուղիղ եթերը։ Չեք էլ, մենք գաղտնի կպայենք ձեր, ոչ մեկին չենք ասի։ Բանջի չես նստում։ Այդտեղ հասցրեցիք շփվել, խոսացիք։
աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ։ Ամենաճիշտ տեղն եք նստած դուք։ Հիմա ոչ մեկի ավելի շատ հարցերի ենթադրում եմ չուն։ Առողջապահության նախարարն էլ աստեղ։ Ահա։ Ինչ պարզվեց, այդ հարցերը լուծվեցին։ Քննարկեցիք։ Իրա կլինիկան ունի, Հյոդին, Էլենի հետ եւ գալիս է Երևան գնում է ուզում է ստեղը կլինիկա բացի։ Հոյակապը։ Հիմա այս ապահովագրության համակարգը նաև ներդրումների համար ոլորտում շատ մեծ հնարավորություններ է բացում, այնց որ շատ ուրախ ենք։ Այն օր էդ ենք ասում, որ առողջապահությունը ուզում ենք, որ ինդուստրիա դառնա Հայաստանում, որը Հայաստանի քաղաքացիների համար լավ է, բայց նաև շատ մեծ առողջապահական туриզմը կզարգացնի, Հայաստան մարդիկ կգան իմանալով, որ լավ առողջապահական համակարգ է։ Լավ եղեք։ Շնորհակալ եմ շատ։ Չէ, բայց մի քիչ շենքերին մոտենան օր։ Այն խաչմերուկին նման տեղ կա, որ մի մուտքը մտնում է շուկա, մի մուտքը այգի է մտնում։ Հենց այդտեղ է։ Ja? Չգիտեի։ Հատել է թխվածք։ Չէ թխվածք։ Սա էլ ձեզ, ես էլ սուրճ կխմեք։ Հա, ոչինչ, էդ էլ կտակ ուրիշ, բա ձեզ, մի հատ էլ։ Հա, իջնի։ Սա էլ ձեզ սուրճ կխմեք։ Ճիշտ է։ Բարև ձեզ։ Դուք գնում եք թե գալիս։ Հատուկ ձեզ տենալու համար։ Բա ինչ գիտեք ստեղ։ Նայում էի։ Բարև ձեզ։ Ոնց է։ Նատ նվիրեմ ձեզ։ Իմ ձեռքով։ Տավուշի մարզի չեք։ Բա մենք էլ գալու ենք ձեր մոտ։ Ճանապարհները կառուցվել է ձեզ։ Ասեք որ հասնում է, բա ուզում եմ ճանապարհից մի քիչ էս կողմ գանք նոր խոսանք։ Հիշում եք որ եկանք նախորդ երբ էր ընտրություններից առաջ խոստացանք որ կկառուցենք Չինչինի ծառապարը, այդ խոստացանք, բայց կառուցեցինք Չինչինից միջև Նավուր, Նավուրից միջև Թթուջուր, հետո Նավուրի Խաչմերուկից միջև Գանձակար, հիմա քանի ճանապարհ ունենք։ Դե հա ունենք էլի։ Պրիտոմ ասեմ որ ես ձեր վստահված անձն եմ անկախ մայլայի։ Ուրախ եմ, բայց չի եղել եմ նաև ձեր հագուստը հաստատ չի կպնի։ Եղել եմ նաև Ավինյանն եւ 51% ձայն եմ բերել, մենց որ ինձ վրա հույս դրեք։ Շատ լավ։ Հույս դրեք։ Լավ եք դուք։ Լավա ձեր կարելի է ձեզ նվիրել։ Իմ ձեռով փակցնեմ։ Այ այստեղ, այս հարմար է շատ, այս սենց։ Լավ եղեք, լավ օր ձեզ։ Բարև ձեզ։ Բարի լույս ձեզ։ Ոնց եք։ Ոնց է ձեր տրամադրությունը։ Ուրախ եմ։ Բարև ձեզ։ Այդ կարևոր է։ Գիտեք ինչ, եթե նույնիսկ դժվար է, պետք է բան անել։ Լավա տեսնել, բայց ոչ թե տեսականորեն, այլ ցանկացած հարց իր լուծումը ունի, պետք է կենտրոնանալ լուծման վրա եւ գնալ լուծման։ Ամեն մարդ ինքն իր գործում չէ միշտ։ Այո։ Ինքն իր գործերի, իր բիզնեսի ժառեպ է։ Իսկ դուք շատ կողմնակիցներ ունեք, իմացեք։ Շնորհակալ եմ։ Սա ձեզ։ Շնորհակալ եմ։ Սա ձեզ։ Իմանանք ես դժվարություն։ Մի հատ ասեք, էլի, այդ ձեր դժվարություն։ Հիմա գալիս եմ, էսա մի րոպե էլի գալիս եմ։ Մատ խնդրում եմ դժվարությունները ասեք, մենք էլ լավ հասկանանք, որ կարողանանք ավելի լավ զբաղվենք դժվարություն։ Առևտուր չկա։ Հələ այս ձեր խանութն, հա։ Շատ լավ խանութ է, պետք է առևտուրը ի՞նչն է պատճառը, որ չկա։ Ինչի։ Կարող է շուկան մի ժամանակ առևտրի շատ մեծ հատվածը մալացիայի շուկայում էր։ Կամաց տեղափոխվում է տարբեր խանութներ, ինտերնետ եւ այլն եւ օրինակ ինտերնետում վարակույրի վաճառք կա։ Instagram-ի մեջ ունեք։ Այո, ունենք։ Value Instagram-ի։ Որն է լուծումը հարցի։ Ինչ պետք է անի կառավարությունը։ Ինչքան է հարկ։ Ես գիտեք հիմա ափսոս համակարգիչս մոտս չի։ Ես
անընդհատ ստանում եմ միջին հարկային ծանրաբեռնվածությունը փոքր եւ միջին բիզնեսի եւ իմ գոնե տպավորությամբ այդքան էլ շատ չի, եթե դուք օրենքոյի տված հնարավորություններից օգտվում եք, ինչի մասին է խոսքը, ձեռքբերումների նվազեցումը մինչև 1% նվազեցնելու հնարավորություն կա։ Շատ դեպքերում ուղղակի մեր մոտ սովորություն է, որ չձևակերպած, չփաստաթղթավորված ապրել։ Մենք անում ենք, աշխատում ենք, հաշվիչները դրված է։ Չէ, այդ չեմ ասում։ Այս ապրանքները, որ բերում եք, չէ, իրանց դոկումենտներով բա պետք է նվազեցնեք, ընդամենը 1% հարկ է, դրա շատ լինելը ո՞րն է։ 1% չի շատ լինում։ Չի կարող ավելի շատ լինի, եթե օրինական ձեռք քաշ ենք մուծում, շատ թանկ է գալիս, քաշը։ Այդ տրանսպորտի ծախսն է։ Այդ տրանսպորտի ծախսն է։ Հա, դա էլ է նվազեցվում։ Նախկինում իմիջիայլոց օրենքում չկար, մենք մտցրինք օրենք, որ կոմունալները կարան։ Բնաջուրն է, այս մի փոքրիկ տեղին ամիսը 3000 աղբ եմ մուծում, 2 օր 3 օր մեկ աղբ չի թափվում։ Հիմա ես ձեզ էլի մի քանի տեղ արել եմ սա։ Ես դա գիտեք ինչ, ես օրինակ միտեղ աշտարակում տենց դեպք եղավ, ես հետո խնդրեցի գնան կոնսուլտացիա անեն եւ գնացին կոնսուլտացիա արեցին, հետո ինձ հարկայինից ասցին, որ իրանք ավելի շատ են վճարում, քան ունեն հնարավորություն նվազեցնելու։ Հասկանում եք, ձեզ խնդրում, չէ, նաև մեր գործն է, որ մենք մարդկանց ներկայացնենք։ Գիտեք ինչ, այդ ձեր ասածը պետք է հաշվապահ ունենանք, ունենք չնայած, բայց պետք է անհատ լինի, զբաղվի ամբողջ մեր այս հաշվարկանի, որ այդ ձեր ասած 1%-ը լինի։ Իսկ այդ մենք այդ հնարավորություն չունենք, բայց հիմա ձեր վճարածի մի մասը դնեք այդ բանի վրա, համ ձեր բիզնեսը ձեզ համար կլինի ավելի կանխատեսելի, համ ավելի քիչ կվճարեք, համ ավելի շատ եկամուտներ կունենա։ Ասած օրենքով որ մենք շարժենք, նախ էլ 9 տարիքս էլ չի հերիքում, որ ես այդ ձեր ասած թվերը չգիտեմ, Արդյոք ձեր տղան է զբաղվում։ Հա, տղաս է զբաղվում։ Բա թող զբաղվի։ Բա այդ հնարավորությունը 1% ընդհանրապես հասկանում։ Հա, իհարկե։ Էկոնոմիկայի նախարարին ճանաչում եք։ Այո, բոլորին էլ ճանաչում եք։ Շատ բան չկա այն։ Ձեր այն հաշվապահ, ում որ դուք վճարում եք, որպեսզի Սենց թե ինձ վճարում եք։ Եւ այլը կազմի։ Ընդհանրապես ինքը վերցնում է այս ձեր փաստաթղթերը, վարձակալության պայմանագիր եւ դուք ծախսեր եք։ Կոմունալ ծախսերը, աղբի վճարը, այս նվազեցնում եք։ Բոլորը արվում է, բայց մեր առևտրի համար դա էլի բավականին շատ գումար է։ Չէ, կներեք, դուք այդ տոկոսը տալիս եք ձեր առևտրից։ Այսինքն ինչքան քիչ է այդ առևտուրը 10,000 դրամ է, 1%-ը 1000 դրամ է, առևտուրը 100,000 դրամ է, 1%, չէ, կներեք, այս ինչ է, մի րոպե, 1000 դրամ է, 1%-ը 100 դրամ է, առևտուրը 100,000 դրամ։ Կներեք, էլի, ոնց կարա 100,000 դրամ առևտրի 1000 դրամը շատ լինի։ Ոնց կարա լինի։ Բայց մենք 1% չենք մուծում, 1.5 կարծել։ Նկատի ունեմ։ Բերեք տեղը, հաշվապահին տալիս ենք, աղբը հանում ենք, ջուրը հանում ենք, հոսանքը հանում ենք։ Բայց 1.5% հարկեր չվճարեք։ Դուք ասում եք 1.5% ենք վճարում։ Մեր մանր բիզնեսի համար դա չգիտեմ, մանր բիզնեսի։ Հələ կներեք, ներողություն եմ խնդրում, էլի 100,000 դրամի համար 100,000 դրամի առևտուր եք արել, 1500 դրամ պետքա հարկ վճարեք, դա շատ է։ 100,000 դրամին ես 70-80,000-ը դրել եմ ապրանքի։ Ես 35 տարի առևտուր եմ անում։ Շատ լավ, շատ լավ։ Այդտեղավ 30% շահութաբեր բիզնես է։ 35 տարի ես աշխատել եմ ընտանիքով, ամուսին, հետո երեխաներով։ Աշխատել ենք այդ մի քանի բանը հավաքվել է։ Հիմա եթե իմ այդ հինը չլիներ հավաքված, մենք չենք կարող այս պայմաններում առևտուր անել։ Ձեր ասած 1000 ներողություն էլի, եթե սխալվեմ, ինձ խնդրում եմ ուղղեք։ Ձեր ասած թվերն եմ ասում։ 100,000 առևտուր եք անում։ 1500-ը վարձն է, հարկն է, 70,000 դրամը բանն է, կտորն է, լավ, պլյուս դարձնենք 25,000 դրամը, այսինքն ձեր բանն է, ձեր շահույթն է։ Կներեք, 1000 ներողություն, աշխարհում 20%-անոց շահույթ տվող բիզնեսը
Համարվում է հոյակապ բիզնես։ Բայց շաբաթը որ լինում է ամբողջ շաբաթ այդ 100,000-ն էլ չի արվում։ Դե այդ դեպքում չեք վճարում։ Հա, հարկը չեք վճարում, հա, բայց փողը վճարում։ Բայց տեղը մուծում եմ, հոսանքը մուծում եմ, Հա։ ջուրը մուծում եմ, աղբը մուծում եմ։ Հա, ընդունեցի։ Շաբաթներով 100 դրամ ստեղ առեմ։ Ընդունեցի։ Հաշվիչը մեկ խփում եմ։ Ասում եմ մամուկ։ Դե հիմա ձեր կարծիքով կառավարությունը ինչ անի, որ ձեր առևտուրը լավանա։ Էլի 1005, լսեք, հարկը տալիս է երբ որ կներեք, ներողություն, հոսանքի փողը չենք կարա պակասացնենք, որովհետև հոսանքը բան է կանում։ Այսինքն այդ 100,000 դրամի մեջ 1500-ը դուք քանի տարեկան եք, մի րոպե։ 69 Դե 1500 դրամ, հիմա դուք առողջության ապահովագրության շահառու եք։ Այսինքն Աստված տա ձեզ առողջություն, բայց եթե հանկարծ կարիքը ունենաք, այսինքն այդ հարկով մենք ձեզ համար ապահովում ենք առողջություն։ 10,000 դրամ կներեք, բա միջև այդ հավաքում ենք փողերը, բա միջև այդ 2017 թվի համեմատ 2025 թվականին պետական բյուջեի եկամուտները 135%-ով աճել են։ Դե հիմա եկեք այս տոկոսները այս բյուջեի հաշվարկը ես չեմ կարող անել, բայց ես իմ ընդհանուր ասեմ դժգոհ եք։ Կարելի է բանալ։ Համեցեք։ Դուք 1.5% հարկ եք տալիս, որպեսզի ստանաք 4 միլիոն դրամ, եթե կարիք լինի, կամ 2 միլիոն կամ 100,000 դրամ, որպեսզի կարիք լինի մի օր առողջապահական ապահովագրության, դուք դրա դիմաց վճարեք 0%, որպեսզի ստանաք 20,000 դրամ ավել կենսաթոշակ, ոչ միայն դուք, այլ 600-700,000 մարդիկ։ Եվ ընդհանրապես 1.5% հարկը դուք վճարում եք։ Մենք ենք ձեր շնորհակալ, որովհետև դուք ձեր հարկով եք դա ապահովում։ Բայց դուք հաշվում եք մեր 100,000-ի մենակ հարկը մի տոկոսը կամ 1.5%-ը 1000-1500։ Չէ, բայց մենք ենք ձեզ շնորհակալ։ Բայց տեղի փող ենք տալիս, ամեն ինչ ենք տալիս։ Չէ, դա բա բիզնես է, բա ինչ եք ուզում։ Բիզնես չկա, պարոն վարչապետ։ Մեր ասելն էլ դա է, բիզնես չկա։ Ինչի չկա բա։ Շատ քիչ։ Ինչի չկա, եկեք այդ հասկանանք։ Ինչ է, դա արդեն դուք Ինչի չկա։ Ես չեմ կարող ասել։ Եթե լիներ այդ 1.5-ը, կարող է ինտերնետ հարթակների պատճառով է ձեր առևտուրը նվազում եւ այլն եւ այլն։ Դե բայց բիզնեսը պետք է մի հաշվեք, որ մենք օրական 100,000 անում ենք։ Ոչ, կարող է ամբողջ շաբաթ 10,000 դրամ չանեմ առևտուր։ Խնդիրը հարկի տոկոսը չի։ Իհարկե, ընդհանուր առևտրի ծավալն է, որովհետև հարկը գոյանում է առևտրից։ ամեն ինչը Եվ ձեր ներողություն, ձեր ասածից հենց երևում է, որ ձեր առած ծախսերի մեջ հարկը չնչին տոկոս է։ Այսինքն դուք ասում եք տարածքի վարձը, որը կառավարության հետ կապ չունի։ Դուք ասում եք հոսանքի փողը։ Հիմա ամեն ինչը չկապենք կառավարության, մենք ապրում ենք ես երկու, բա պետք գիտանք, այդ մարդը ինձ պարտական չի։ Տարածքը տա ինձ, ես գումար չվճարեմ։ Մեր ասած ընդհանրապես է դա, որ այդ վճարած պայմանական 1500-ի դիմաց մենք ձեզ ապահովում ենք առողջության ապահովագրություն, ապահովում ենք ավել կենսաթոշակ եւ հիմա ձեր ասած իմ շուրջը կմտածենք ինչ անենք, որ ձեր առևտուրը նպաստենք, որ շատանա։ Մենակ մի տոկոսը կեսը չէ։ Շնորհակալ ենք։ Տեսեք, այ տեխնոլոգիաներից օգտվում եք, դա էլ շատ կարեւոր է։ Ավել պակասի համար էլ մեզ կներեք, ավելի շատ կմտածենք ինչ անենք։ Կնայեմ ես ձեր էջը։ Նայեք։ Ինչքան լայք ունի էջը։ 1369։ Բարև ձեզ։ Համեցեք։ Ճիշտ եք, բայ եկել են որ մի հատ մեր աջակցությունը շատ շնորհակալ ենք ձեզանից ամեն ինչի համար։ Ձեզ նվիրեմ սրանից։ Անպայման, բայ իհարկե, գործից եկել եմ, որ գործը թողեմ ազել եմ, որ ձեր բաճկոնը հաստատ չի կպնի ձեր Պարոն վարչապետ, Ծագում եք իրանց գյուղից հայրականությունը։ Տուն ունեն այնտեղ։ Եղբայրս ամեն Ինչ են պատմում իրանցից։ Նորմալ է, ամեն ինչ նորմալ է։ Ես ուղղակի մի խնդրանք ունեմ։ Համեցեք։ 14 թվականին Հիմացը չփակենք խանութը։ 14 Կարող եմ երկու հոգի պատգամավորներից առևտուր ամեն էլ։ 14 թվականին վաճառքի ժամանակ ես խաբվել եմ, առաջ Աջանի դատարանով կրել եմ դատս։ Որտե ինչ եք վաճառել։ Գնել եմ ու հաշվել եմ։ Ինչ։ Բնակարան։ Որտե։ Հա։ Ես դատս կրել եմ ու հարկադիր կատարողականա գնացել թերթիկս եւ մնացել է Հաղթել եք։ Այո, հաղթել եմ։ Օգտվել եմ գումարները եւ ինձ բնակարանը չեն տվել։
Իսկ հիմա գնացել է կատարողական սեփականության հետ խնդիրներ ա եղել, ուղարկել են սնկներ Արման Սարգսյանի մոտ այն գործերը։ Առ այսօր ես խնդրում եմ ձեր միջնորդությունը, ես փողոցը չմնամ։ Խնդրում եմ միայն Դատարանի վճիռը կա։ Այո, Արման Սարգսյանի մոտ ամբողջ Տիկին Գալյանը ստեղ չի, Արման Սարգսյանը կատարողն է, հարկադիր։ Սնկների կառավարիչն է, խնդրում եմ ձեզ։ Բայց մի րոպե, բնական է, ինչ կապ ունի սնանկի։ Դե ինձ սեփականացման խնդիր ա եղել, ուղարկել են, որ իրանք զբաղվեն այդ գործերով։ Խնդրում եմ ձեզ։ Տիկին Դավոյանը ուր է։ Միայնակին եմ Շաքարով հիվանդ, խնդրում եմ ձեզ։ Որպես մի մարզի մարդ, խնդրում եմ ձեզ։ Արշավեջյան, հազար ներողություն եմ խնդրում, էլի խոսքը իրար հետ է, չէ, արդարադատությանն է, բայց էլի խոսքը վերաբերվում։ Տեսեք, ես իրապես ողջունում եմ, որ դուք չեք խառնվում էլի դատական համակարգին եւ դա շատ լավ է, բայց sense հարցը առաջանում, եթե քաղաքացին գնում է դատական ճանապարհով, վճիռը բերում է ու վճիռը չի կատարում, հարկադիր կատարում է, քննիչները ձգձգում են, պարտադիր կատարում են, վճիռը չի կատարում, ու տենց օրինակ կա։ Իսկ դա ում դիմենք այս դեպքում։ Մեծ պետք է դիմենք, որովհետև հարկադիր կատարման ծառայությունը կառավարության համակարգի մեջ է։ Հիմա մենք որ Տիկին Դավոյան երկու գործ ունենք հարկադիր կատարման ծառայության հետ։ Երկուսը կոորդինատներ։ Չէ, մի րոպե, պետք չի, մի հատ բարձենք ինչա նոր հələ շնորհակալությունը հետո կասեք, էլի։ Մի հատ երկուսի կոորդինատներն են ու կփոխանցեք Տիկին Գալյանին։ Տիկին Գալյանը հիմա ոնց որ մեզ հետ չի, արդարադատության նախարարին խնդրում եմ շնորհակալություն մի ասեք, մի հատ հասկանանք կլուծվի, կասեք շնորհակալություն։ Էս աստեղ է։ Էս էլ ձեզ։ Հագցնեմ։ Խնդրեմ մի հատ էդ կտա։ Հա, իհարկե։ Սա է ձեզ։ Մասից ես հատուկ նայեցի։ Իսկ մեկ հատ էլ տվակ, կտակ մի հատ էլ։ Հա, իհարկե։ Մեմ նկարվեմ ձեզ։ Հա, էս աստեղ էս չէ։ Բայց ես շատ եք կարոտ է ձեզ։ Շնորհակալ եմ։ Էսա ձեզ նվիրեմ մի հատ սրանից, սպասեք, տեսնենք, էսա եղբայր, մի վարկյա, խնդրեմ եղբայր, եկեք դիմացի, Էսա հետո բոլորը կհասցնենք։ Եղավ։ Բարև եղբայր։ Վարչական Բարև։ Ղեկավարի տեղակալն եմ։ Ուրախ եմ շատ, լավ ես։ Դեռ քեզ եմ նվիրում։ Ինձ էլ եթե կարող։ Հաճույքով։ Ասեք, ինչա պետք է։ Գրկեմ ձեզ։ Հաճույքով։ Շատ եմ սիրում ձեզ։ Նվիրեմ ձեզ սրանից։ Իհարկե։ Էսա, ոայ։ Էսա։ Շնորհակալ եմ շատ։ Պետք է գրկեմ ձեզ էլի։ Ուրախ եմ խաղաղության համար, ես Ֆարմայան Արմենի եղբայրն եմ։ Մենք ձեզ հետ ենք։ Արմենը Ֆարմայան։ Հա, ուրախ եմ շատ։ Լավ է, հայրիկին կբարևեմ։ Լավ է։ Շատ լավ է։ Էսա։ Մի րոպե, էսա ինքը գործից ուշանում է։ Ուշանում ենք էլի։ Վարջան դու նկարի։ Մեզ կնկարեք մի հատ պարոն Փաշտյանի հետ։ Ոյ։ Հա, Վարդուչի։ Ոյ։ Շնորհակալ ենք։ Ձեզ լավ եղեք։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Հա, նկարվում եք։ Սպասի քեզ մի հատ նվիրեմ սրանից։ Լավ, էս հաստակուրտ գետ։ Հա ջան, մի վարկյան։ Հա ջան, էսա մի վարկյան։ Էսա ես կնկարեմ։ Մերսի շատ։ Անկլան բարև։ Երստատեսան եմ տեսել, որ եկել եմ։ Հա։ Հաճույքով։ Ձեր հագուստը այստեղից։ Շնորհակալ եմ։ Բարև։ Լավ եք, նվիրեմ։ Հատուկ դրա համար։ Շնորհակալ եմ։ Մերսի։ Ես դաժե ցույց տամ, ես 18 թվին ձեզ հետևում եմ մինչև հիմա։ Շնորհակալ եմ։ Բարև։ Լավ, դուք ոնց։ Երետ եմ ելել մինչև։ Ձեր դեմքը ծանոթ է շատ։ Դրանից մի հատ էլ կնոջս, որ նվիրեմ։ Հաճույքով եղբայր։
Պահեց, տեսել մագնիսով այլ։ Բարև։ Մի հարց ունեմ։ Համեցեք։ Հարց խնդրանք, հա։ Ասենք Պարոն Փաշինյան, ես բարև։ որից մեկը պատերեք։ Չեմ լսում։ 3 տղա ունեմ, որից մեկը 44 օրյայի մասնակից է, ու մինչև վերջ մնացել է։ Մի խնդրանք ունեմ, եթե հնարավոր է, թեկուզ պաշտպանության նախարարության պահով, որպեսզի այդ երեխաները, ով որ ծանրաբեռնված ընտանիք է, բնակարանային հարց, իրանք պետական աշխատանք ունեն, ես ոչ աշխատանքից եմ դժգոհում, ոչ էլ վարձատրությունից, բայց բանկերը իրանք հիմիկվան օրակարգ բնակարանները գնային ով որ բարձր չեն տրամադրում գումար, որպեսզի իրանք կարողանան վերցնել այդ Իրանք աշխատանք ունեն, աշխատում են, բայց չի չեն վեր տալիս։ Բանկերը շահագրգռված քիչ է աշխատավարձը։ Կասեմ չէ, 400,000-ից բարձր։ Բախի չեն տալիս, պետք է լիքը մարդ տենց ստանում է։ Դուք ճիշտ եք ասում, մենք որ ընտանիքով շատ ենք, 7 անձ ենք տանը։ Մենք ես ասենք բիզնեսի համար վարկ եմ վերցրել մի փոքր քիչ։ Ես հիմա կարողանամ սպասարկման ուշացումներ ունեք։ Չէ, չունեմ։ Ոչինչ նմանատիպ։ Կարող է նայում են ծանրաբեռնված եք վարկերով։ Հա, այտենց բան կա։ Իսկ հնարավոր է, որպեսզի ասենք թեկուզ տես զինծառայողներին բան աջակցություն կա, չէ, նմանատիպ։ Հիմա զինծառայող են ձեր տղաները։ Իմ տղան, հա, ծառայող է։ Հիմա ծառայող։ Ատեստավորված է։ Այո, ատեստավորված է։ Բարձրել աշխատավարձ պետք է ստանա, բա ինչ նախնդիրը։ Իրանք վերցնում են, որ ասենք մոտավորապես 80-ից 100,000 է այդ բնակարանն այդ երկու սենյակ, 3-ը չգիտեմ, իրանք։ Ես այդ շատերը նոր բանկել եմ, նորից մտնելու եմ, որպեսզի Մեր մեջ ասած, գիտեք ինչ, որ շատ անկեղծ ասեմ, մենք սենց դեպքերում ասենք, որ քաղաքացին նամակ գրում տես թեմաներով, մենք վերահասցեագրում ենք, որովհետև փողի հարցը մենք չենք կարող ասենք, այս մարդուն փող տվեք, որովհետև եթե հանկարծ այդ մարդը փողը չսպասարկեց, ով է դրա պատասխանը տալու։ Ես ոչ գումարի համար եմ Հիմա խնդիրը ո՞րն է, որ մտածում եք։ Որպեսզի պաշտպանության նախարարությունով մի հատ կետ ընդունեն, որպեսզի Բայց կներեք, զինծառայողների համար մենք հատուկ հիպոթեկային ծրագիր ունենք ընդունած։ Ինչի չեն օգտվում դրանից։ Ուզում են, բայց տեղյակ եք այդ ծրագրի։ Հա, պետք է իրանք գնան ստանան եւ մենք որոշակի բան են սուբսիդավորում։ Ինչ որ խնդրեմ կա չեք ասում, թե բանկը հաճույքով պաշտպանության նախարարությունն է ծրագիր անում։ 500,000 է ստանում։ Չէ, ծրագիր ենք անում մենք հիմա։ 450 քանի հազար ստանում է։ Բայց այդ աշխատավարձով պետք է Չէ, իրանք հաշվարկ են անում իրենց տոկոսադրությունը մոտ 1000 դոլար։ Գիտեք, որ մի ձևով անուն ազգանունը գրեք, մենք կպարզենք ինչն է, այլ ինչն ինչոց է։ Պարոն Գաբրելյան, Հաջան եղբայր։ Մենք սրանից մեր մեքենաների մեջ կախում ենք, մի հատ էլ ձեզ նվիրենք։ Շնորհակալ եմ։ Մի հատ էլ լուսանկարվենք, եթե կարելի է, հա։ Հաճույքով։ Սիրելիս բարով ես եք։ Հեսա մի հատ նկարվենք, մի հատ նկարվենք։ Նկարվի կակին մեղը։ Հաճույքով եղբայր։ Արի առաջ։ Տատի ջան մի վարքան էլի։ Չէ, թող երեխեք նկարվի։ Ես ես օգրան վաղը չկա։ Չէ, դուք էլ կնկարվեք, ուղղակի հերթով էլի։ Ապրի արևը։ Լավ որ վարչապետ։ Շնորհակալ եմ, եղբայր ջան։ Հաջան, էսա մի վարքյան, խնդրում եմ։ Տարեկան մարդիկ ու եք խոսացող։ Հաճույքով, էսա հենց հիմա կխոսա։ Ձեզ նվիրեցի սրանից։ Տվեք, բայց մի հատ կարամ հարց տամ, 5 րոպե։ Ես ուրեմն ապրանքներ էի պատվիրում Ամերիկայից, Amazon, eBay, բայց տանուշների հետ մի քիչ բան է, խնդիր է անում։ Տոկոսը շատ բարձր, ասենք եկամտահարկ, ճանապարհի հարկ, իրար գումարը եկամտահարկը բանի ներմուծման հետ կապ չունի, եկամտահարկը աշխատավարձի հետ թե եկամտահարկ չեմ գրում։ Մի րոպե, պարոն Պապոյան, ուր է Պապոյանը։ Չէ, արձը բան չունեմ։ Բայց եկամտահարկ չի, ուրիշ հարկ պետք է լինի, ավելացված արժեք։ 37% էր, հետո գումարվա դառավ։ Իմի նախկինում ավելի քիչ ա եղել, քան հիմա։ Բայց տեսեք, մինչև ԵԱՏՄ մտնելը 13% է, չէ՞, Վաստանաշկի։ Անկեղծ ասեմ, էլ այդ տոկոսն է, որ դուք խնդրեմը մի հատ ասեք ինչի մեջ, հա։ Խնդրեմը նրանն է, այն օրը երրորդ մասում տեսա, որ մտակ խանում, ասեց Վալբերիսը ու բանը մեր գործի խփում է, չէ՞։ Հիմա այս տոկոսները ներմուծման պարագայում բանը եկամտային ինչ որ հարկ կա։ Իմ հարցը գիտեք ինչու՞մն է, որ ապրանքի պատվիրում խոսքի Amazon eBay տոկոսները գումարվում, դառնում է ընդհանուր հարկը, որ դուքսես 45%։ Բայց գիտեք, չէ՞ մի հատ շեմ կա, այդ միշտ այդ շեմը ոչ մի բան։ Իսկ Վրաստանը 17% է։ Դուք ավելացած արժեքի հարկ
Չգիտեմ, բանկով հաշվեցի, մաքսատուր, Ես կարող եմ առանձին հանդիպում մի օր, խնդրում եմ։ 10 րոպե, եթե ձեզ Հիմա որ հարմար է, խոստանամ սուտ կլինի, բայց ինչ թեման որ ասեք, ինչ թեմա է։ Թեման ընդհանուր է, բայց ուզում եմ առանձին Պիտին զրուցեմ ձեր հետ, հա։ ինքնականն է, որ երկու բառով ասեք։ Պրոստը առանձին ուզում եմ ձեր հետ զրուցեմ, որտեղ կլինի։ Եղբայր, հիմա ուղղակի Չէ, հիմա չեմ էլ զրուցի, հա, հիմա չեմ։ Առաջիկա ամիսներին դա այս ռեժիմի պայմաններում իմ օգնականն է, որ խնդիրը ասեք։ Հա, իհարկե։ Չէ, շնորհակալ եմ, պարոն Փաշ։ Ես եմ շնորհակալ, եղբայր։ Բայց մի րոպե, ես ձեզ կներեք Իրան է խոստացել, որ լսում եմ ձեզ։ Նիկոլ ջան։ Հա ջան։ Դու իմ որդին ես, ես 70 տարեկան։ Շնորհակալ եմ։ Քեզ հետ պայքարել եմ, որ ես գահին նստել ես։ Ես Դաբաղի ինստիտուտում 30 տարի աշխատել եմ։ Այդ հաղամասը 3 հարևանով 4 սենյականից գովացիր ազբաղացել ենք, ոչինչ կառավարությունի չեմ ուզել։ A1 որ թաղամաս։ A2-ը։ A2-ը վերջի բազմաբնակարան շենքի մասին է խոսքը։ Հա, բազմաբնակարան չի, 4 սենյականից գովացիր այա, Դաբաղի ինստիտուտից ստացել ենք։ Թե ինչ տանջանքներով ապրել, դա վերևը Աստված գիտի։ Բայց ուզում եմ երկիրս Ինչ? Երկիրը խաղաղ տեսնեմ։ Փառքաստու տեսնում եմ։ Կառավարությունից ոչինչ չեմ ուզում։ Ուզում եմ ձեր ջանսაღությունը լինի։ Շնորհակալ եմ շատ։ Ու պայքարեք հայ ժողովրդի համար։ Շնորհակալ։ Նվիրեմ ձեզ սրանից։ Այլ ձեռով փակցնեն։ Դե փակցրու։ Բայց Ռուսաստանին ու կոդմի արեք իմ հարազատները։ Չէ, ոնց։ Երկրաշարժի թվերից ընդեղած։ Ոնց կարա տենց։ Էսա գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք շատ։ Վետերանի աղջիկ եմ, հերս պատերազմ մասնակցած։ Իմ պապիկն էլ է պատերազմի մասնակցած։ Էսա մի բան։ Ինչքանը թշնամի լինի, Չէ, թշնամի չի լինի։ Ոնց մեր բարեկամն է, ոնց ինչի մասին է խոսքը։ Խոնարհվում եմ։ Ես եմ խոնարհվում։ Ես շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ։ Լավ է։ Փաշինյան ջան, մենք մեծ խնդիր ունենք, ապրում ենք Ռավոս փողոցի ծայրամասում, 250 ընտանիք, 250 շունչ, 50 ընտանիք, շուրջ 25-30 տարի այդ շենքում ենք, ինչ-որ բաժարնում շենքը, չունենք ոչ մի դոկումենտ, մեռանք դիմելով, չունենք, իրան գիտեն, Պապոյանն էլ այգե մեր շենքը, մենք մի րոպե, ինչ շենքա որ փաստաթուղթ չունենք, բաժարնում շենք է եղել, բնակելի շենք է, բնակելի շենք է, 250 ընտանիք, Ընթացքում չի դա, արդեն 30 տարի մենք ընդեղ։ Ո՞վ է հատկացրել այդ բնականը ձեր։ Այն թվերին Այն ժամանակ օրդեր բան եղել, հա։ Չէ, Բա ո՞նց է տեղից տվել են։ Առանց թղթի, առանց բանի, հա։ Ուրիշ շենք է եղել, ուրիշ նպատակի համար։ Բաժարմուշ ենք, հիմա ապրել ենք, վերանորոգել ենք, մենք էլ ենք ուզում դառնալ ստեի բնակիչ։ Հիմա ով պետք է այդ հարցը լուծի, կադաստրը, թե քաղաքապետարանը։ Աղբի հարկ Հա։ Պան Խուդացյան։ Դες ինչ խնդիրներ կան։ Հիմում ենք տարբեր, մենք էլ ուզում ենք դառնալ։ Բա ինչ են պատասխանում։ Բա ինչ են պատասխանում։ Պատասխանում են պետք է դառնա բնակելի վիճակը շենքի դառնա բնակելի։ Հա, օքեյ։ Պան Խուդացյան, այստեղ մի հատ զարմանալի խնդիր կա։ Մարդիկ շենքում ապրում են, ըստ ավենայնի ուրիշ նշանակության շենք ա եղել, հետո տվել են, որ մարդկանց ապրեն, փաստաթղթավորված չի եղել սկզբանե, ու միջև հիմի առանց փաստաթուղթ։ Այդպես Դա բնակելի է կառուցվել։ Բաժարմուշ չենք։ Բայց դա կառուցվել է որպես բնակելի։ Չէ, եղել է բաժարում, ոնց որ փարկեր են, հանրակացարան փողկերը գից բնակարաններ։ 50 ընտանիք ապրում են։ Դե մի բան պետք է տարի է։ Չէ, պան Խուդացյան, հիմա տեսեք, ես մարդիկ է մի բան պետք է անենք հիմա։ Մի բան պետք է անենք, ասիկա օքեյ։ Պարտավոր, հա, լուծել է։ Համայնքը եթե համայնքինն է 90 թվականից մանկապարտեզում ապրում էին, Շնորհի Խուդացյանի անհատույց տվեցին բնակիչները, դա ցնցության մեջ։ Սեփականատերով է անհատույց օգտագործման կամ նվիրատվություն կազմակերպեք, հեսա մտերող համանուն հրաշալի որոշումներ են բարդ։ Եթե համայնքինն է, համայնքը հավականով որոշումով է տալիս, եթե այլ կառույցի Չէ, նկատի ունեմ, սենց հիմա մարդիկ էս վիճակում են։
Պարզա 1000 ներողություն։ Պարզա այդ մարդկանց ոչ մեկ չի ասելու դուրս եկեք ստեղից։ Դե չեն ասելու դուրս եկեք, թող լուծում պետք է տրվի, եթե պետք է օրենք ընդունենք, եթե պետք է Գույքը հարկել ենք, գույքը հա, այդ չեմ ասում, հիմա չեք լուծում, որովհետև քարքավիճակ չենք լուծում, բայց չէ որ Բա ոնց ենք հոսանքի բաժանորդենք, ոնց եք բաժանորդենք, բարտարեր ենք, բաժանորդենք։ Հոսանքը ջուրը փաստացիով են, գազը փաստացիով չի անում։ Այ գազ չեք ունենալու։ Չէ, գազը ոչ որտեղ վկայական է ուզելու գազը։ Դավիթ նորը ասում էին ժամը 1 անջատենք մեր անում եք։ Հիմա մենք խնդրում ենք, էլ ուղղակի։ Բայց հասցե մի հատ փոխանակ։ 111 Ռաֆու 110։ Հաստատի բոլորը։ Հա, դե դուք տեղի եք։ Խնդրից տեղյակ եմ, տվյալները փոխանցել։ Շատ Ես համարտան թե։ Հա, հեսա բանը կփոխանցել։ Ես տեղյակ եմ խնդրից էլի, ձեր անունից դիմում եք ներկայացրած եք, պարոն Խուդացյանին կներկայացնենք։ Նկատում եմ հարցերը, ամեն ամիս մի քանի հատ։ Պարզա որ այս մարդկանց այդ մարդիկը տեղ ապրելու են։ Անենց անենք, իհարկե։ Եկեք մեր չենքի տեղն էլ լավ գիտեք։ Բայց չնկարվեցի։ Չէ, ժամանակ ոչ։ Էսա եղբայր, մի վարկեն, չեմ շտապել։ Ով կարա մենք ձեզ սիրում ենք, հավատում ենք, վստահում ենք։ Մենակ առաջ։ Շնորհակալ։ Կարելի է մի հատ նվիրել։ Իհարկե, բայց ես թորնիկից համար եմ։ Էսա թորնիկի համար էլ կտամ, ոչ մի խնդիր։ Էս էլ թորնիկի։ Շնորհակալ եմ, շատ շնորհակալ եմ։ Հաջա, էսա մի վարկեն, չեմ շտապում, ես տեղ եմ։ Ես չգիտեմ։ Տվեք ես նկարեմ, տվեք ես։ Դրասովը տուփիխ, ես չգիտեմ։ Պապա, մի րոպե պետք է դες մի հատ հարց տամ, էլի։ Հաճիկով եղբայր։ Բայց չի աշխատում հեռախոս։ Ոնց չի աշխատում։ Բայց մի վաղ աշխատում է։ Այս ներսի կամերան չի աշխատում, դրսինն աշխատում, ես խնդրում եմ նկարել։ Հա։ Եղավ, շնորհակալ եմ, տանեմ չին ցույց տամ։ 21 թվին դուք Էսա 21 թվին ուրախ եմ։ Սիրով ողջունենք ձեր կողքը։ Շնորհակալ եմ, շատ դուք չունեք սրանը։ Բայց մի հատ էլ տակ մայրիկից նվիրեմ։ Հաճիկով կբարևեք բարի։ Պարոն Փաշինյան, համ նկարվեք համ լսեք, էլի։ 21 թվին Խնդրեմ, ես սեփականացնենք։ Գնացինք սա հասցեն, որը հասցեն։ Սավաճան 12.21։ Շնորհակալ եմ։ 5 տարի սպասեցինք, պարոն Փաշինյան, սա գործերը դզեցինք, սա ամեն ինչը դզեցինք։ Հա։ Սվաճան, այս հետևի փողոցը։ 5 տարի էլի առանց փաստաթղթի տուն, հա։ Տունը փաստաթղթով էլ է, դե մեր երեխեք հիմա մի փոքր բան եմ ավելացրել։ Հա։ Ուզում ենք սեփականացնենք 21 թվին որ դուք ասացիք գնացեք ով ինչ ունի գծակ Հա, բախ ինչի՞ չեք արել։ Արել ենք։ Հիմա միջայլոց օրենքը երկարացնում են, վերջին անգամ երկարացնում եմ, խնդրում եմ։ Բայց մի քանի օր առաջ ինձ մերժում եկե որ ես որ թվին ընդունված է ընթացքի մեջ է, մինչև 21 թվականի դեկտեմբերի 36-ը 26-ը հունվարին դիմումս գրետվել եմ, սաղ արել եմ։ Կարող եք 21-ից հետո շինարարություն եք արել։ Չէ։ Հաստատ։ Չէ, կարելի, ոնց հաստատ։ Բա ինչ են պատասխանել։ Չգիտեմ, այսօր կլի, վաղը կլի, մյուս օրը կլի, մյուս օրը կլի, եկավ ասա 25 թիվը, հետո էլ ասին թազակ հարտեզագրում են կարել, դեզի մերժել ենք։ Շո, այդքան բան, էլ ուրիշ ոչ մի բան չասին կարող։ Հասցեն նորից ասեք։ Սվաճան 12.21, Պետրոսյան 1 Պարոն Սուրեն Թովմասյանին խնդրում եմ լուր տվեք, որ ստեղ մի հատ հարց կա, թող ինձ ասի մերժման պատճառը ինչն է։ Կադաստրի կոմիտեի ղեկավարին դիմեցի ես։ Բարև ձեզ, ոնց եք։ Շատ շնորհակալ եմ։ Հաճիկով եղբայր։ Այդ որովհետև ձեր բաճկոնը հաստատ չի կպնում, այ դա։ Խնդրեմ կարող եք նկարվել։ Հա, իհարկե։ Շնորհակալ եմ եղբայր։ Գիտեք չէ, ես միշտ հետևում եմ ձեզ։ Հա, որտեղ։ TikTok-ով էլ, Facebook-ով էլ, Instagram-ով։ Բարև ձեզ։ Ես մեծ ձեր խմբակցության ոնց ասեմ։ Երկրպագում։ Շնորհակալ եմ շատ։ Նկարվեցինք։ Ես չնայած փոքր եմ, բայց ես դες եմ միշտ ընտրում։ Շնորհակալ։ Դու չես կարա ընտրես, բայց papayin, մամային ասա թող մեզ ընտրի։ Ձեզ լուր կտակ ձեզ, ես եկել եմ բազելով, որ ձեզ շնորհակալություն հայտնեմ։ Դուք իմ հերոսն եք։ Դուք փրկել եք մեր հայրենիք։ Ես Ռուսաստանում եմ ապրել։ 2007 թվականին խոսում եմ, որ Հայաստանը դառնալու է ռազմաբազա ռուսական ռուբլիով եւ չի լինելու Հայաստան։ Դուք Հայաստանը փրկել եք։ Ես ուղղակի ուզեցա ձեզ բազանից եկել եմ, որ ես ուրախան Աստված ձեզ պահպան։ Ձեր բաճկոնը հաստատ է չէ անձամբ։ Մի բան էլ
մի բան էլ, այս ապելությունը, որ կա, էսի լրիվ հերոստատես, այնքան են մարդկանց լարում, էսի սենց մեր ժողովուրդին իրարից բզկտում են, խնդրում եմ այդ հարց, ով ապելություն է տարածում, կներեք էլի, թող փողոցները մաքրեն, թող տուգանվեն, փողոց մաքրեն, կամ իրանց հոգին են մաքրվի։ Պետք է մենք հանդարտվենք, կամաց, երեք լրագրողների հետ այդ թեմայով մի քիչ խոսեցինք, որ պետք է էսել ապուլ, պետք է հնարավորինս հանդարտ անցնենք միջև այդ կուլտուրալ դեր։ Գժվացնում է, խանգարում են մարդկանց, կներեք էլի, որ ձեր ժամանակը, ես եմ ձեզ մի շնորհակալ, Աստված ձեր թիմին։ Շնորհակալ եմ։ Հաջան, բարև եղբայր։ Ապրես։ Այսօր դասի չեք։ Առողջության օրերից 18 թվականից ձեր կողքին էինք մինչև հիմա ոչ մի անգամ այդ վարի վերումներ եղավ, պատերազմ եղավ, ինչ եղավ, դուք մնացիք մեզ համար մեր վարչապետը։ Մենք ձեզ շատ սիրում ենք, շատ, անկեղծ ասեմ, շատ։ Ես բոլորի հետ կարամ կռիվ տամ, ձեզ ոչ թե ձեզ պաշտպանելու, դուք պաշտպանության խաղաղությունը պաշտպանության կարիք չունի։ Բայց ձեզ մեջ սիրում ենք, հարգում ենք ու դուք դուխով միջև վերջ գվոտներդ գազին ռուսամետները ստեղ պետքա չգան իշխանության։ Ռուսամետի, արևմտամետի հարց չկա, այդ կեղծ դիսկուրսա։ Մենք Հայաստանի պետական շահերի շուրջ կենտրոնացած, պետք չի ոչ ուրիշների նկատմամբ նեգատիվ տարածել։ Հետ նկար ունեմ, մի հատ եմ ուզում ձեզ հետ նկարվեմ։ Մենք ձեզ շատ սիրում ենք, կներեք։ Մի հատ բանը բացեք, ֆոտոն բացեք, կխնդրենք նկարը։ Ես ձեզ շատ սիրում եմ։ Չեն կարա ոչ մի բան ուզեն։ Ոնց կարան մաքուր մարդուց բան ուզեն, ոչ մի բան։ Պարոն Փաշինյան ջան։ Նկարի։ Մերսի։ Շնորհակալ եմ շատ։ Մենք ձեր կողքին ենք, Փաշինյան ջան։ Այդ իմ ձեռով փակցնեմ այստեղ։ Շնորհակալ եմ ձեզնից։ Լսում եմ ձեզ։ Թվին դուք վարկերը պակասացրել էիք։ Օգտվեցիք դրանից գոնե։ Մի քիչ մուծեցինք, բայց մնացածը դուք եք մանալել։ Հա։ Ես էլ ձեզ։ Ունեմ տվել եմ։ Հա, ոչինչ, ես էլ իմ ձեռով փակցրեցի։ Օգնեք։ Հիմա մենք անհուսալի վարկերի համար ծրագիր ենք անում։ Հիմա օգնության ձևը դա է։ Այդ ծրագիրը անենք, մի հատ տեսեք, ուսումնասիրեք, տեսեք դուք շահառու եք թե չէ եւ այդ հնարավորությունը կունենաք։ Ես բանանցից եմ, Կիրովադից եմ։ Ուրախ եմ շատ, լավ է։ Մեր զոնան է։ Շատ ուրախ եմ։ Հաջող, բարև։ Մի հատ գլոբալ հարց ունենք։ Համեցեք։ Հակապես հարավ-արևմտյան թաղամասի համար, Երևան քաղաքի համար, Հայաստանի համար։ Այս հյուսիս հարավ ճանապարհը, այս մի կտոր։ Գիտեմ, այդտեղ է դատի գործից արդեն ստեղներս է հասել, էլի։ Հիմա փոխվարչապետին ես խնդրել եմ բանակցություններով, բանով, մի հատ համաձայնության կան, չեք պատկերացնի, այդ կտորը չեք պատկերացնի, ոնց որ մեր բցեն ձեռից մեջ խոցը լինի։ Այդքան գործը արել ենք, այդքանի մետրա, մի 300, 500 վերջը։ Բանգլադեշի սա փող կհավաքենք տանկ ախր, այդ կտորը սարքենք, անես մի հատ։ Բայց գիտեք ինչն է պատճառը, դատական վեճ կա այդտեղ այդ կտորի հողի բանի հետ կապված, ասում եմ լավ, վերջը։ Հիմա խոստացել են, որ բանակ